Հայկական բարեգործական ընդհանուր միության կին ձեռներեցներ ծրագրի 51-րդ խմբի ձեռագործ աշխատանքներ պատրաստող 12 կին ձեռներեց ժյուրիին ներկայացնում են իրենց գործող բիզնեսներն ու դրանց զարգացման ծրագրերը։ Մասնագետները գնահատում են յուրաքանչյուր բիզնեսի կենսունակությունը, զարգացման ներուժն ու ներկայացված բիզնես պլանը դրամաշնորհային փուլի հաղթողներին ընտրելու համար։ Տարբեր չափորոշիչներ կան, որով նրանք հաշվի են առնում ժյուրիի անդամները, դա կն ինչպես են իրենք ներկայանում, ինչպես է նաև իրենց ներկայացումը, սայիկաշարը պատրաստված, ինչպես է եւ ինչքանով է բիզնեսը հետագայում հնարավորություն ունենալու աճելու եւ զարգանալու։ Չափորոշիչները բավականին շատ են։ Այս ձեռագործ պայուսակները Նեյրայի աշխատանքներն են, ասում է, դասընթացները շատ արդյունավետ էին եւ բիզնես վարելու համար անհրաժեշտ բազմաթիվ գործիքներ են տվել։ Հատկապես կարևորում է ֆինանսների կառավարման դասերը, որոնք օգնել են ավելի վստահ վարել իր բիզնեսը։ Որպես բիզնես ոտքի վրա մնա, կարողանա աճել նաև։ Այսպես հասկացա ինչ բան է մարքեթինգ, ինչպես կարելի է ռեկլամ անել, գովազդել ապրանքը, ինչպես թիրախավորել եւ ինչպես այն տարական հաշվարկները անել։ Ինքնարժեք ասած բանը իրոք չգիտենք ոնց են հաշվում։ Իսկ այստեղ ես հասկացա, որ ես շատ բան սովորեցի, շնորհակալություն։ Իսկ հեղինակային իլյուստրացիաներով այս նոթատետրերը Արփինեի ձեռքի աշխատանքներն են, ասում է բիզնեսի զարգացման այս փուլում դասընթացները շատ օգտակար էին։ Հիմա արդեն հեշտությամբ կարողանում է հաշվարկել իր բիզնեսի ծախսերն ու եկամուտները եւ ավելի վստահ պլանավորել հաջորդ քայլերը։ Պարզվեց, որ լիքը բան կա, որ ընդհանրապես իմ մտքով չէր են անցնում, որ այդ ամեն ինչը կարելի է հաշվարկել ու բերել մտցնել ապրանքների ինքնարժեքների մեջ, ու այսինքն ամենամեծ բանը, որ եղել է այստեղ դասընթացների ընթացքում սովորելու, այդտեղ էլա ֆինանսական գրագիտությունը։ Ես ամենաշատը դա եմ կարևորում։ Իհարկե մնացած բաներն են շատ կարևորում, այնտեղ ռիսկերը, մարքեթինգային հմտությունները, բայց իմ համար ամենակարևոր ֆունդամենտալը այդ ֆինանսական գրագիտությունն է, որ միանշանակ 100%-ի չափով օգտակար է։ Հայկական միջնադարյան մանրանկարներից ոգեշնչված այս յուրօրինակ հուշանվերները Աննայի գործերն են։ Ասում է, ծրագրի ընթացքում ոչ միայն համալրել է ձեռնարկատիրական գիտելիքներն ու գործնական հմտությունները, այլև դարձել է կին ձեռներեցների մեծ համայնքի անդամ։ Այստեղ ձևավորել է նոր գործարար կապեր, գտել ապագա գործընկերներ եւ ձեռք բերել համատեղ նախագծեր իրականացնելու ու իր բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ։ Մենք սովորեցինք, ծանոթացանք այնպիսի բաներ, որոնց մասին իհարկե մենք գիտեինք, գիտելիքներ ունեինք, բայց այստեղ խորությամբ մեզ ամեն ինչ այդպես պարզ մատուցվեց։ Մենք ձեռք բերեցինք շատ լավ բարեկամներ եւ ընկերներ, network-ը, ինչը շատ կարեւոր մաս է այդ դասընթացների, ինչպես նաեւ ծանոթացանք շատ հաճելի եւ պրոֆեսիոնալ մարդկանց հետ։ ՀԲՄ կին ձեռներեցներ ծրագրի 2026 թվականի առաջին շրջափուլին մասնակցել է 167 կին ձեռներեց, ներկայացնելով բիզնեսի 5 ուղղություն, սննդի եւ գյուղատնտեսության, տեքստիլի, ձեռագործ արտադրանքի, ինչպես նաեւ այլ ծառայությունների ոլորտներ։ Դասընթացների ընթացքում ցուցաբերած արդյունքների գնահատման հիման վրա նրանցից 44-ը հաղթահարել են հաջորդ փուլը եւ անցել դրամաշնորհային մրցույթի։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։